Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Այս ուրախ ավետիսը սպասեցինք 50 օրեր Փարեգենտանեն իվեր 50 օրեր անցավ եւ այդ մեծ պատրաստությունը այս խոսքերը ուրախությամբ եւ իմանալով սելու համար էր այնպես որ զատգվան այս ուրախ օրվան արիթով կշնորհավորեմ սեր բոլորին Սուրբ Զադիգը եւ հարության Սուրբ Տոնը այս արիթով գողջնենք նաեւ մեր բոլոր հայ եղբայրները եւ քույրերը դարածված ամբողջ աշխարհին մասնավորապես մեր եղբայրական ողջույնները եւ շնորհավորանքը գուղենք նորին սուրբոզություն դեր Կարեկին երկրորդ ամենայն հայոց գաթողիկոսին Մեծիդանն Գիլիգյո նորին Սուրբ Օծություն Արամ առաջին գաթողիկոսին եւ Երուսաղեմի հայոց Սուրբ Աթորին նախագահը ամենապատվություն Նուրհան Սրբազան արքեպիսկոպոսին մեր բոլոր առաջնորդներուն հատկապես մենք մեր եղբայրական ողջույնը գուղենք Կոստանդնոպոլսո էկումենիկ պատրիարքին Բարթոլոմեոսին որ ուղարկած է իր ներկայացուցիչը անցին արքիմանդրիտ Սամուել Վարդապետին գողջունենք նաև իրենց ներկայությունը արիտներն ասոնք իրար շնորհավորելու համար ես սրտանց կշնորհավորեմ Քումքապը Մայր եկեղեցու թաղային խորհուրդը աղկադախնամ մարմինը դիկնած հանձնախումբը բարոնադենաբեդ Հրանտ Մոսկովյանի անցին ասված իրենց ուժը ավելցնե եւ այս օրերու օրհնությունը եւ մխիթարությունը անոնց վրա թողուլա եկեղեցու թբիրները ուրարագիր գիսասարգավակները Կողտան երջախումբը կշնորհավորեմ եկեղեցու հովիվ արժանապատիվ դեր Գրիգոր Ավագահանայի անցին դերը օրհնե ձեր բոլորը ցայներնդ անսպար ցեզմով հարություն արած Քրիստոսը փարավորապես կներկայանա մեզի ինչպես որ այսօր Սիրելի եղբայրներ 50 օրեր սպասեցինք բայց մենք միշտ կսպասենք Մեր ամբողջ կյանքը սպասելով գանցնի Ինչ կսպասենք մենք Փարի փամը երբեմն անունը չդրված Փարի փամը Ուրեմն այս բանը մեզի համար զարմանալի է որովհետև բոլոր խելացի մարդիկ հասկացած են որ իրենց կյանքին մեջ այդ անանուն սպասումը ինչ է Իռլանդացի քրոմը Սամուել Բեկետ ինքը թադերախամը քրած է գոդոն սպասելով աննով այսինքն Փեմին վրա երկու մարդ հանրագարկ կսպասեն իրենց ցերկը իրենց քրբանին գզուրուցեն եւ գոդոյի մասին գխոսեն գոդո անունով փամը մեգը գոդոն բիդիկա ամեն ինչ բիդի փոխե գոդոն բիդիկա ամեն ինչ բիդի շտկե գոդոն քալե հետո իրենց բոլոր կյանքը լավ բիդլա հետո ուրիշները գուքան բոլորը գոդոյի մասին գխոսին բայց մինչև խաղի ընթացքին հայտնի չդառնար թե ով է այս գոդոն եւ կամ ինչ է եւ շատ հրճագավոր գտարնա այս խաղը քրողին գերտան Սամուել Բեկետին գսան որ ով է գոդոն կամ ինչ է գոդոն քրողը գսա որ ես ալ չեմ գիտեր ես ալ գսպասեմ գոդոն
Ուրեմն, սիրելիներ, մենք բոլորս բարի լուր կսպասենք։ Մենք բոլորս լույս կսպասենք։ Լուսավոր բամը կսպասենք մեր կյանքին մեջ։ Այսօրվան վիճակեն մեզի ավելի լավ դարձնելի բամը։ Եվ այս մեր սպասումները բարի բաներու գարկ ունին։ Ամենը նույն աստիճանի չէ։ Ուրեմն ամենեն շատ մենք պետք է սպասենք մեր կյանքը լուսավորող աստվածային լույսը, որովհետև ամեն ինչ սկսավ այս լույսով։ Աստվածաշունչը գսե երկիրը բարաբեր եւ խավար էր եւ Աստվածը սավ եղիցի լույս եւ լույս եղավ եւ այդ լույսով ստեղծվեցավ մեր տեսած ամեն ինչը եւ չտեսնվածները երկինքի եւ երկրի վրա։ Հետևաբար ինչ որ Աստուծո մեգուկա լույսի գերբարանքով գուկա եւ անիգա փարավոր լույս է եւ այդ լույսը կսպասենք մենք։ Եվ ահա այդպես լույսը 2000 տարի առաջ Քրիստոսի քերեզմանին մեջ փայլեցավ։ Որպես հոգևոր արեքակ եւ լուսավորեց մահվան խավարը եւ լույս բերավ մեր աշխարհին մահվան մութով մտակնած մեր աշխարհին լույս եւ մխիթարություն բերավ։ Մարդոց սպասելիք ամենեն մեծ, ամենեն բարի ավետիսներ ասիգա, մահը բարդվեցավ, մահը մահվամբ կողգրդվեցավ Քրիստոսի քերեզմանին մեջ, լույսը խավարին մեջ կփայլի եւ խավարը լույսին չգրնար հաղթել։ Եվ այս իրականացավ եւ ահա Քրիստոսը մերցնել ուզողները մերցուցին կգարձեին, բայց ահա ավելի մեծ լույսով Քրիստոս ճարակայթեց այդ քերեզմանեն։ Այսօր դոնն է, որ մենք կդոնենք։ Հետևաբար պետք է այդ լույսը տեսնենք մենք։ Այդ լույսը մեր մտքին բադուհանները ներս մտնե, մինչև մեր սիրտի խորոչները մտնե եւ հոնդե մահվան վախով թողթողող մեր հոգին լուսավորե հանգստացնե եւ այդ բարի լուրը դա։ Ունես այս բարի լուրը քու սիրտիդ մեջ, մինչև թափանցած է այս Քրիստոսի քերեզմանեն ջարակայթող այս լույսը մտած է քու սիրտիդ մեջ, այնադեն կհասկնաս, որ սպասածդ եկած է, գոդոն եկած է։ Մենք այդ կսպասենք, բարի լուր։ Ինչ է ամենեն բարի լուրը։ Երբեմն մենք կամ մեր ասկականները, բարեկամները կհիվանդանան, անփուշելի հիվանդությամբ կհիվանդանան։ Բժիշկները կսեն պիտի մեռնի, 4-րդ աստիճանի կանսերը։ Հիմա մեզ համար բարի լուրը ինչ է։ Երբ որ լսենք, որ փուշվեցավ, այդ հիվանդությունը մեջտեղեն վերավ եւ հիմա մեր այս սիրածը ողջ առողջ ետ դարձած է մեզ։ Ասկե ավելի բարի լուր գլա, այո գլա, ասկե ավելի բարի լուրը այսօրվան ավետիսն է։ Քրիստոս մերելներեն հարություն արավ։ Շատ լավ, ինձի ինչ կհետաքրքրե Քրիստոսը մերելներեն հարություն արերը 2000 տարի առաջ։ Ինձ ինչպես պիտի օգնի ասիգա։ Ասիգա ինձի պիտի օգնե, որովհետև Հիսուս Քրիստոս Աստուծո որդին քերեզմանան հարություն արավ որպես մարդ։ Մենք չենք անդրադառնար, բայց շատ հաճախ մեզ մեկ մարդուն ըրածը ամբողջ մարդկությունը կհետաքրքրե։ Կամ
մեկ մարդուն վնասը ամբողջ մարդկության վնասն է։ Երբ որ ճիտնական մկյուտ կգտնե, ամբողջ մարդը գոկտվի անգե։ Մեզ ոչ մեկը մեր փչիչային հերացայինները ինչպես կշինվի չենք գիտեր։ Բայց մարդիկ կդեր են անիգա և հիմա մենք բոլորս գոկտակորձենք։ Հիվանդություններ կան և անոնց պատվաստությունը և թեղը կա։ Մենք չենք հնարած, մենք չենք կդած, բայց մեզ մեկը կդեր է։ Հետևաբար անոր այդ քյուդը ամբողջ մարդկության համար օգտակար է։ Թոմաս Էդիսոնը այս էլեկտրական լույսը կդավ։ 2000 փորձ սրավ այս մարդը։ 1999 անգամ սախողեցավ, բայց սա որ բիդը ընեմ ես ասիկա և երկրորդ հազարին այդ քյուդը ըրավ և հիմա մեր բոլոր դուները գլուսավորվին։ Մինչև Քրիստոս մահը ախոյան էր և ամեն ինչ, ամեն մարդ, ամեն գենթանի իր ոտքին դա գգարներ և գգողքրդեր։ Անհույս էինք մենք մահվան թիմաց։ Մահը չաստվածմը գտնգվեր մեր արջևը և մեր բոլոր հաջողությունները ոչինչի գվերացեր։ Հիմա Քրիստոսով մենք հույս ունենք։ Մեզ մեկը մարդացած աստվածորդին քերեզմանին մեջ մահը մահով բարդության մատնեց։ Ասիկա փարիլուր է, ինձ համար փարիլուր է, որովհետև իմ և ծեր ամենեն շատ ուզածը կյանք մնե, քիչ մի ևս կյանք։ Քրիստոս մերելներեն հարություն արավ, որպես կյանքի դերը։ Ես եմ հարությունը և կյանքը սավ, ով որ ինձի կհավատա չի մեռնիր, մահվն է կյանք անցած է արդեն այս աշխարհին մեջ։ Ինչպես, որովհետև երբ որ Հիսուս Քրիստոսին հավատանք և անոր լույսը մեզի թափանցե, Քրիստոսի հետ միանանք, այնադեն մեր հոգիներն ներսը դեր Հիսուս Քրիստոս գհաստատե հարության լույսը։ Եվ այդ հարության լույսը մեր հույսն է։ Անոր համար մենք կմիանանք Քրիստոսով, Սուրբ մգրդության խորհուրդով, անոր մահվան և հարության մասնագից դառնալով, ամեն գիրագի ստանալով անոր Սուրբ մարմինը և արյունը հաղորդության միջոցով, Սուրբ հոգիով կգնքվենք, Սուրբ դրոշմով միրոն կլանք և ավետարան կկարդանք դեր Հիսուս Քրիստոսի այդ խոսքերը, կյանքի խոսքերը մեր միտքին և հոգին մեջ կզետեղենք և հավատքով դեր կդառնանք։ Քրիստոս Աստծո արքայությունը նմանցուց թթխմորիմը, գինմը 3 չափ ալյուր գարնը և մեջը թթխմոր գխարնը և բոլոր խմորը գթթխմորվի ըսավ։ Աստծո արքայությունը ասոր կնմանի։ Այսինքն 3 չափ ալյուրը մենք ենք, մարմին, միտք և հոգի։ Գինը, որ թթխմորը գխարնը, Սուրբ եկեղեցին է։ Այդ թթխմորը Քրիստոսն է։ Մենք ալ Քրիստոս կդառնանք մգրդությամբ, հնազանդելով անոր խոսքերուն, անոր մարմինեն և արյունեն ստանալով, մենք ալ քրիստոնյա կդառնանք, Քրիստոսի թթխմորը մեզի գխմորե։ Ահա մեր հույսը, հարության հույսը այս է։ Անոր համար շատ կարևոր է Քրիստոսի հարությունը ինձ համար և ձեզ համար, բայց պետք է հասկանալ։ Պողոս առաքյալը Եփեսացիներուն գրած թուղթին մեջ կսե որ գաղութեմ որ Աստված ինձի ջանցնե Քրիստոսը և անոր հարության զորությունը, որովհետև
Աստվածային ճշմարտությունները երբեմն շատ թյուրին չեն հանցներ մեզի եւ պետք է մենք խորհրդացենք, պետք է մտածենք, պետք է աղոթենք, որպես Աստված ներշնչի եւ փանա մեր աչքերը, որպես մենք լույսը տեսնենք։ Այնպես որ սիրելիներ, ուրախ օր է, մեր փրկության օրն է, այս օրվան պատճառով մենք Տեր Հիսուսը փրկիչ կգոչենք։ Ուրեմն պետք է այս փրկիչին պետք եղած սևով մոտենանք։ Իր անունը հետաքրքրող ամեն դեպք կարևոր է եւ սուրբ է։ Եվ ամեն խոսք իր փերնեն ելած մեզ կյանք կուտա։ Այսպես պետք է մոտենանք։ Հարգավ թե հարության դոնը մենք հայերուս համար երկու բատիկ ավելի արժեք ունի, որովհետև հարությունը մերնող քնացող փանեմը վերստին կյանքի քալն է, այսինքն կյանքի զորությունը ցույց կտա, որ մահը չգրնար կյանքը հաղթել, ինչպես քարունը գուքա եւ մեռած զարերը, մեռած սերմերը հարություն գարնեն, որովհետև անոնք չեն մեռած, այլ կքնանան եւ այդ աստվածային շունչը չերմ կյանքի կգոչե վերստին։ Մենք հայերս լավ հասկացած ենք այս հարության քաղտնիկը, մերերենք վերստին կյանքի եկերենք։ Թիժոխներեն անցերենք, չարթվերենք, փշրվերենք, ակսորվերենք, բայց տակավին կյանքի վրայենք, որովհետև հարություն արած Քրիստոսին կհավատանք մենք։ Մենք մեր չարչարանքներուն նայեցած ենք ամբողջ պատմության ընթացքին եւ մեր բաբերուն պես խաչը տեսած ենք այդ բոլոր հալածանքներուն եւ չարչարանքներուն մեջ եւ գիտեք խաչը հայերուն համար 2:30 է խաչ քարերուն մեջ անիկա մենք լավ կպատմենք մեկ երեսը խաչը շիպշիդագ է քարը իսկ մյուս երեսը կյանքի ծառ է բդուղներով եւ ծաղիկներով լեցուն հետաբար հայը խաչին մեջ իր քոյադեման քաղտնիկը կդած է եւ հոնդե նայած ադենը խաչին իր հալածանքները տեսած է բայց խաչին նայելով այդ բարապ խաչին նայելով Քրիստոսի հարություն արած Քրիստոսը տեսած է այնպես որ որքան որ կհավատանք խաչված Քրիստոսին այնքան կհավատանք հարություն արած Քրիստոսին այնպես որ սրտի ամբողջ ուրախությամբ երբ որ այսօր ծեր զատկվան սեղաններուն մեջ ծեր սիրելիներով կհավաքվիք եւ կշնորհավորեք Սուրբ Ծադիկը հանգիստ սիրտով ուրախությամբ հրճվանքով հաղթական ոգիով ծեր բաժակները վերցուցեք եւ ուսեք Քրիստոս արյավ իմերելոց